Անունով և որդվով և հոգույն սրբով ամեն։ Եվ տեղին այն լիցի տաճար Աստուծո և տուն աղոթից խնդրվածոց ամենայն հավատացելով և աթոր քանայապետության։ Եվ այնտեղը պիտի լինի Աստծո տաճար, աղոթքի տուն բոլոր հավատացյալների խնդրվածքների համար և քանայապետության աթոր։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այսօր Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբում է իր ինքնության տոնը։ Տոնը կաթողիկե Սուրբ Էջմիածնի։ Եվ մենք, որ Արարատյան շաբաթի այս օրերը ապրելով եկանք հասանք այս հանգրվանին, լցվում ենք հոգևոր մխիթարությամբ, որտեղ առիթ ունենք վերստին վերապրելու խորհուրդը Սուրբ Էջմիածնի։ Քարեղեն շինվածքի տոնը չէ, որ մենք այսօր տոնախմբում ենք, սիրելիներ։ Մենք տոնախմբում ենք տոնը Սուրբ Էջմիածնի խորհրդի, որ իր մարմինը առավ այդ քարեղեն շինվածքի մեջ։ Հիշատակում ենք տոնը հպման Աստուծո միածին որդու ոտքի հայոց հողի վրա։ Հիշատակում ենք դրոշմումը Աստուծո ներկայության մեր աշխարհում և տոնախմբում ենք այն շնորհը, որ մեզ պատիվ ընձեռվեց ընդունելու, որով որ Աստված այցելության եկավ մեր ժողովրդին։ Եվ որպեսզի ես ձեզ չվերապատմեմ այն անկյունակարը այս տոնի, որը մենք խաղում ենք բարի հրեշտակի արձանագրությունից, Ագաթանկեղոս պատմիչի պատմությունից, ուր նա նկարագրում է 4-րդ դարասկզբին տեղ ունեցած այդ տեսիլքը, որ վերափոխեց մեր ժողովրդի պատմական ընթացքը, որը մեզ բերեց բացարձակ տարբեր մի արժեհամակարգի դաշտ և հնարավորություն ընձեռեց քայլելու դեպի փրկության արահետներով երկնքի արքայություն, ես ձեզ ուզում եմ այդ տեսիլքը ամբողջությամբ ներկայացնել գրաբար լեզվով։ Փակեցեք ձեր աչքերը և փորձեցեք ձեր հոգու անդաստանում պատկերացնել այն, ինչ որ այս բարի հրեշտակը անմարդկային լեզվով մեզ փոխանցում է սքանչելի այդ խորհրդի հաստատման մասին մեր կյանքում։ Եվ ասում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետը. «Եվ իմ նայեցի հանկարծակի եղել ձայն սասկության, բոմփյուն որոտման, ահավոր թնդյուն, իբրևս ձայն երանդանք ուտակելով ծովու ալյաց խռովության, և բացավ խորանաշեն հարկն հաստատության երկնից, և իջյալ այր մի իկերպարան լուսով, կոչյալ ծանուն իմ և ասե, Գրիգորի է, և իմ նայեցյալ տեսիս կերպարանս նորա, և զարհուրյալ դողացյալ հերգիր կործանեցա, և ասեցիս, նայած դու ի վեր, և տեսս սքանչելիս զորցուցանեմ քեզ, և իմ նայեցյալ տեսի բացյալս հաստատություն երկնից, և ջուր սնվորի վերանորա ըստ հաստատությանն պատարելով, զիստ նմանության ձորով իբրևս կատարս վերանց, հայնկույս բաժանյալ դիզյալ կային ամբավություն անկշռելության ական տեսանելով, և լույսն հոսյալ վերուստ ի վայր, մինչև հերգիր հասաներ, և ընդլույսույն զորք անչափ լուսեղենք, երկթևյանք ի տեսիլ մարդկան, և թևքն իբրև ըսուր։ Եվ ըստ նմանության մանրամախ կոչվող հյուղերի, որի ժամանակը սարեգակնակես գարնանվույն ըստ պատուհանացն կամ լուսանցույց երթոցն
իշողս խաղաղասցի բազմություն մանրամաղ կոշվույն, նույնպես և զորքն ընդլուսույն, լծին զարիստորևս ամենայն, և առաջ ընցոկյալ հառաչանել ընդլուսույն, և զորքն ընդնմին։ Եվ միահավոր տեսիլ մարդո բարձր և ահեղ, որ զառաչ կուներ և զեջ սնի բերուստ մինչև իխոնար առաջապահ հառաչյալ և իձերինն յուրում ուռն մի մեծ ոսկի, և այն ամենայնս հետ խաղաղացյալ գայր, և ինքն սլացյալ խոյացյալ գայր ըստ նմանության արագաթև արծվող, և եկն էջ եհաս մինչև մոտ իհատակս երկրի, իշինամեջ քաղաքին, և բախյաց ըսթանձրություն լայնատարած գետնույն, և մեծ և անչափ դղրդյուն քնչեցին, իսանդարամետը սանդնդոց, և ամենայն երկիր հրևելիս հական տեսանելյաց ընբավելով, հարկ հավասար դաշտաձև հատակեցավ։ Եվ տեսանեի մեջ քաղաքիս մոտ հապարան սնարկունի, խարսխաձև, ճախարակաձև, խարիսկ ոսկի, մեծությամբ իբրևս մեծ մի բլուր, և իբերա նորա սյուն մի հրեղեն բարձր մինչև հույժ, և իբերա նորա թակաղաղ մի ամպյա, և խաչ լուսող իբերա նորա, և նայեցա, և տեսանեմ այլ խարիսկս երիս, մի իտեղ ոչն ուր վկայած սուրբն գայանե երկուց ընկերոքն, և մի իտեղ ոչ ուր վկայած սուրբ ռիպսիմե 30 և երկու ընկերոքն, և մի իտեղ ոչն հնձանի, և այն խարիսկ կարմիր կեին իգույն արյան, և սյուն կամպեղենք, և խոյակ գրեղենք, և իբերացյանց երիցխաչ գլուսեղենք, ըստ նմանության թիառնանման խաչին, և այսյանց խաչ հավասար կեին այն լուսեղենսյանն թակաղաղի զինաբարձր է, քան ըզմոսա։ Եվ իչորեցուն սյանցն իբերախաչիցն կամարկ զարմանատես իմիմյանս կապեցան, և իբերա այն օրիկ տեսի գմբեթաձև, խորանարկ, ամպեղեն, շինված, աստվածակերտ զարմանալի, և իներքո խորանին, իբերակամարած ընտեսի, ըսուրբ վկայս սայսոսիկ, զերեսուն և զյոթն, իբրև իլուսավոր կերպարանս, սպիտակության հանդերցանով, զոր ոչ բավեն պատմել։ Եվ իկատար շինվածույց տեսանեի, աթոր, զարմանալի աստվածակերտ սքանչելի հրեղեն, և ըսխաչ ընտերունական իբերանորա, զորով փարյալ լույսն համատարած, խառնեցավ ընճարագայթ ըսխաչին, և մատյալ ինույն միացավ, և սյունգործյաց լույսն շողացյալ, և ծագյաց իմեջ ներքին սյանցն խարսխաց, և բխյաց աղբյուր հորդավուր, և հոսեցավ, ծավալեցավ, ընդաշտս ամենայն, և ելից առհասարակ, որչապ ակն բավյաց, և եղևցով լի, և կապուտագույն, և երկնագույն երևեցան դաշտ, առհասարակ, և տեսի, բազմություն հրեղեն սեղանոց, անչափ բազմության, և սյուն մի արսեղան, և խաչ մի իբերանորա, և իբրև զաստեղս բազմությամբ, այնպիսի երևյալ և անչափ հայլյալ։ Եվ տեսի հոտս անթիվ այծյացն իգույն սևության, որ կանցյալ կնջուրսն հոթից բարձրանան, և զգույնս յուրյանց կերպարանը սպիտակության շրջեցին, և լուսակիզն աստրն փայլեր առհասարակ, մինչև ճարագայթ հատանեին ինոցանեն։ Եվ մինչդեռ նայեի ես, հանկարծակի ծնան հոտ և բազմացան,
եւ ծնունդ լծին ըզվայրը, եւ ծնյալ գարինքն ամենայն լուսակիս կեին։ Եվ հանկարծ այլ ծնունդ հաճախեցին բազմացան եւ կեսքն անգամ ելին հանկույց ջրույն, եւ գարինքն գալք եղեն թուղ, եւ հարձակեցան ելինի մեջ հոտիցն եւ սկսան կոտորել, եւ եղեն արյան ճապաղիկ, եւ միշտեր նայելի եւ տեսի, եւ բուսանթև հոտից, եւ եղեն թևավոր, եւ վերացան խառնեցան իզորս լուսեղենս, եւ հարյավ հրեղեն հեղեղ, եւ արկյալ տարավ ըզգայլս, եւ ես նայեցյալ զարմացյալ կայի։ Պիտի ասեք, թե ինչու գրափարով ներկայացրեցի ձեզ այս հատվածը մեր հավատի հոր այս կանչելի լուսավոր տեսիլքի, որպեսզի դուք զգաք ժամանակի շունչը, հավատի ոգին, որպեսզի զգաք ժամանակի պատկերը եւ այն մեծ խորհուրդը, որը Քրիստոս իր ներկայությամբ փոխանցեց մեր ժողովրդին։ Եվ այս տեսիլքը շարունակվում է, որովհետև ապշահար այս տպավորությունների ներգործության ներքո Սուրբը չէր կարող ամբողջությամբ ընկալել այս տեսիլքը եւ միածին որդին գալիս է նրան օգնության մեկնելու այն ինչ որ ցույց տվեց նրան իբրև պատկեր, իբրև հավերժամնա խորհուրդ մեր ժողովրդի ընթացքի։ Եվ ասում է, բացվել են Քրիստոսի մարդասիրության դռները իր արարածների առջև, եւ որոտման ձայնը իմացիր, որ իջավ իբրև անձրև ողորմության եւ Աստուծո գթության, որովհետև ահավասիկ այլևս բացված են երկնքի դռները, բացված են եւ ջուրը այլևս գցվում է նրանց վրա, որոնք առաջ արգելված էին եւ չէին կարող այս աշխարհից բարձրանալ դեպի վեր։ Եվ ասում է այն սուրբ վկաները նկատի ունի սուրբ կույսերին, Հռիփսիմյանց եւ Գայանյանց, ասում է այստեղ իրենց նահատակությամբ վկայեցին եւ իրենք էլ բարձրացան եւ ուղղեցին ձեր առջև այդ շավիղները։ Խարիսկները ոսկյա սիրելիներ այն վայրերն են, որտեղ պիտի տաճարները խոյանային։ Ոսկե այդ խաչերը, սյուները հրեղեն տաճարներն են ինքնին, որոնք որ պիտի բարձրանային եւ մեջտեղի այդ հսկայական սյունը հրեղեն, դա կաթողիկե եկեղեցին էր եւ Քրիստոս ամփոփելով իր այս մեկնությունը Սուրբ Գրիգորին փոխանցում է ասելով եւ այստեղը պիտի լինի Աստուծո տաճար եւ տուն աղոթքի բոլոր հավատացյալների խնդրվածքի վայր եւ քանայապետության աթոռ, որովհետեւ հաստատվեց այդտեղ մի մեծ աթոռ եւ կոչվեց քանայապետության եւ հովության ազգիս հայոց։ Բայց նաեւ մեզ փոխանցվում է մեկ այլ պատկեր, որտեղ Քրիստոս ներկայացնում է, թե ինչպես են այծերը գալիս, մտնում ջրի մեջ եւ դուրս գալիս իբրև սպիտակաթույր գառներ։ Եվ դա սիրելիներ մեր ժողովրդի դարձն է եւ մկրտությունը, որ ժամանակին մինչ այս ամենը մենք հեթանոսության մեջ էինք եւ չէինք ճանաչում ճշմարիտ Աստծուն, խարխափում էինք խարախավարի մեջ, թեպետ փնտրում էինք նրան, բայց ճշմարիտ Աստված իր շնորհով այցի եկավ մեզ, որպեսզի մենք մեր հոգիները դարձնենք այն վայրը, որտեղ վեր պիտի խորանա Աստուծո հաստատած խարիսխը, որտեղ հրեղեն սյուները պիտի բարձրացնեն մեր ոգեղեն տաճարը եւ մենք դառնանք իսկապես Աստուծո տուն եւ Աստուծո բնակարան։
Քրիստոս ոչ միայն իջավ հայոց հողի վրա, այլ Քրիստոս այս տեսիլքով իջավ մեր բոլոր սերունդների, մեր բոլոր նախնիների, մեր բոլոր գալիք զավակների սրտերից մեջ։ Որովհետև նրանց սրտերից ներս նա հաստատեց նույն այդ հրեղեն սյունները, կոչելով նրանց հետևել և հավատարիմ մնալ այդ սյուներին, հրեղեն այդ խաչերին, որոնք վեր խոյացան, վկայելով, որ այլևս Տիրոջ այցելությամբ և մարտիրոսների արյան սրբագործված է այս պատմական մեր հայրենիքը։ Եվ երբ ասում է մտնում էին այդ ջրի մեջ, որով և մկրտվում էին և դուրս էին գալիս իբրև սպիտակ գայլեր։ Սակայն ասում է եղան նաև ոմանք, որ գառների փոխարեն գայլերի կերպարանք ստացան։ Եվ դրանք էին, որոնք չկարողացեն ճանաչել ճշմարտությունը, չկարողացան իրենց բացել այն խորհրդի առջև, որին որ նրանց կոչեց Տերը, և ընթանան ճշմարտության և սրբության ճանապարհով, ճանաչելով միածին Որդուն և Բարձրյալ Աստծուն։ Եվ ասում է, հոշոտեցին նաև գառներին, բայց ասում է, այդ գառները թևեր առան և սկսեցին բարձրանալ դեպի վեր, միախառնվելով այդ հրեղեն զորքերին, որ ուղեկցում էին Քրիստոսին։ Մենք հավատում ենք այս տեսիլքին, սիրելիներ, որովհետև սուրբ է անունը Քրիստոսի փառավոր և այն մենք միշտ փառավորում ենք բոլոր վայրերում։ Եվ այդ իմաստով Էջմիածինը մեզ համար, նորից եմ ես կրկնում, սոս քարեղեն շինվածք չէ։ Էջմիածինը մեզ համար լուսապայծառ բնակարան է, ուր հաճեցավ Աստված բնակվել։ Էջմիածինը մեզ համար ատմուն պատվյալ է, որովհետև ամեն անգամ, երբ մենք մտաբերում և արտաբերում ենք այդ անունը, մենք վկայում և փաստում ենք, որ Էջմիածին, իջավ միածինը, Էջմիածինը մեզ համար, մեր ազգի համար երկինք է երկրի վրա։ Էջմիածինը աթոռ է մեծի Աստուծո ահավորի, որովհետև ինքը հաճեցավ բազմել այդ աթոռին և այն փոխանցեց իբրև քանայապետության աթոռ մեր հայրապետներին։ Էջմիածինը երկնքի դուռ է, որը մեզ միշտ հրավիրում է բացված դեպի իրեն, որպեսզի մենք իր խորհրդով փոքր-ինչ մերձենանք Աստծուն։ Էջմիածինը մեզ համար նոր և պայծառ խորան է, որտեղից միշտ բաշխում են մեզ Աստուծո շնորհները և հավատը։ Էջմիածինը մեզ համար հարսնարան է, որտեղ միանում են Քրիստոս և եկեղեցին, և մենք միշտ ընդառաջ ենք գնում Տիրոջը, որպեսզի դիմավորենք նրան իբրև Փեսայի, որ գալիս է միավորվելու իր սուրբ եկեղեցու հետ։ Այն մեզ համար տաղավար է, որ մեր ժողովուրդը կառուցեց, ասելով ինչպես Թափոր լեռան վրա, որ տաղավար շինեմ ձեզ համար, եկեք և հանգիստ առեք այստեղ։ Այդպիսի տաղավար է Սուրբ Էջմիածինը, այն գանձանակ է արժեքների, այն շտեմարան է զանազան շնորհների, որոնք որ միշտ բաշխվում են բոլոր պարագաներում, բոլոր փոթորիկների, բոլոր ալեկոծությունների, բոլոր խաղաղ ժամանակների մեջ մեր ժողովրդին։ Էջմիածինը մեզ համար երկրորդ Սինա է, որտեղ որ Աստված խոսեց մեզ հետ։ Աստված խոսեց և մեզ կոչեց առաքելության, ոչ միայն վեր խոյացնելու մեր ոգեղեն և նյութեղեն տաճարները, այլ նաև շարունակաբար ապրելու այդ խորհրդով։ Էջմիածինը մեզ համար Սինա լինելուց բացի երկրորդ տեսիլքի վայր է, որտեղ մենք համայն մարդկության մեջ երկրորդ անգամ զգացինք և շոշափեցինք Աստուծո այցելությունը, տեսանք նրա ներկայությունը և այն մեզ համար երկնից թագավորի կայան է։ Տեղ է պարծանած, ժողովարան է և թորգոմական մեր
ազգի հավաքատեղի։ Էջմիածինը մեզ համար սիրելիներ նաև նորոգման վայր է, որովհետև ամեն անգամ, երբ մենք գնում եւ մեր խոնարհումն ենք բերում Սուրբ Էջմիածնին, մենք նորոգվում ենք մեր հավատի մեջ, մենք ամրապնդվում ենք մեր ուխտի մեջ, մենք զորանում ենք մեզ տրված շնորհների մեջ, որով որ մեզ Տերը կոչեց անդավաճան պատերազմի, որպեսզի մենք երբեք չընկրկենք մեր հավատից, այլ ընդհակառակը համարձակորեն օրինակ ունենալով մեր առջև սրբերին, վկաներին, մարտիրոսներին, միշտ գնանք դեպի այդ ոգեղեն խարիսքները մեր կյանքի, որովհետև այդ խարիսքներն են մեզ ամրորեն խարսխում այս կյանքի բոլոր ներողությունների մեջ, որպեսզի մենք դրանցից չտարուբերվենք, չգայթակղվենք եւ չկործանվենք։ Էջմիածինը մեզ համար սառնորակ եւ աղբյուր է, որից շարունակաբար մենք ըմբում ենք եւ կարողանում ենք հագեցնել փափակը մեր հոգիների եւ սրտերի։ Էջմիածինը մեզ համար բուրաստան է, որովհետև մենք այդտեղ ենք զգում Աստուծո ներկայության բույրը, նրա հպման այդ բույրը, որը տարածվում է մեր ռունգերի մեջ, եւ մենք կարողանում ենք միշտ այդ բույրով տոգորված մեր կյանքը ճիշտ առաջնորդել։ Որովհետև երբ ձեր կյանքում լինում են պահեր եւ գարշահոտություն եք սկսում զգալ ձեր ապրած կյանքից, ձեր բռնած ընթացքից, այդ բույրը փորձեք վերապրել Էջմիածնին։ Տերունակող վայրի, Աստվածադրոշ այդ խորանի եւ այդ ժամանակ գարշահոտությունը պիտի նահանջի սրբության առջև, որովհետև Աստծո բույրը երբ տարածվում է, ապա այդտեղ սրբությունից զատ չի կարող լինել եւ ոչինչ։ Էջմիածինը մեր հավատո մայրն է, որ մենք անշեղորեն պիտի հետևենք նրան, որովհետև եթե զավակներն են Սուրբ Էջմիածնի, եթե կրողներն ենք մենք այդ խորհրդի, ապա մենք անբարան կերպով պիտի ընթանանք Էջմիածնի ետևից։ Էջմիածինը ի վերջո պարծանքն է հայոց եւ մեր նոր տապանը, որով մենք մշտապես պարծենում ենք այդ տաճարով, մենք միշտ այլոց վկայակոչում ենք, բայց երբ հերթը ասում է մեզ, որ պիտի խոնարհվենք, չգիտես թե ինչու դժվարանում ենք մեր խոնարհումը բերելու եւ ինքներս մեր առջև պարծանալու, մեր հավատը զորացնելու եւ ամրապնդելու եւ այդ ամրագուր հավատով քայլելու դեպի նոր հորիզոնները մեր կյանքի։ Առակաց գրքի այսօրվա ընթերցվածքը մեզ ասում է. իմաստությունը շինեց իր տունը եւ այո իսկապես Տերը կառուցեց մեզ համար իր տաճարը իբրև փարոս եւ ուղեցույց մեր կյանքի եւ շարունակում է իմաստուն ասելով եկեք կերեք իմ հացից եւ խմեցեք իմ գինուց որ պատրաստել եմ ձեզ համար թողեք հիմարությունը եւ դուք կապրեք իմաստություն փնտրեք եւ դուք կփրկվեք իմաստունի շուրթերով մեր երկնավոր Տերը մեզ հրավիրում է մեր կյանքը ապրելու խորհուրդների մեջ ոչ թե խորհուրդները մի կողմ դնելու Աստուծո պատվիրանները եւ պատգամները մեկդի նետելու այլ ապրելու այդ խորհուրդներով հարստանալու այդ խորհրդով եւ պատահական չէ որ ես անընդհատ ձեզ ձայնում եմ եւ ասում եմ որ Էջմիածինը սիրելիներ մեզ համար խորհուրդ է առավել է քան հաստատություն լինելը որը դուք կոչված եք փայփայել պաշտպանել պայծառացնել զորացնել ձեր ներկայությամբ ձեր հավատով ձեր զինվորագրումով այլ դուք մտաբերեցեք մշտապես որ Էջմիածինը այն խորհուրդն է որով որ մենք միշտ քայլում ենք դեպի Էջմիածինը եւ մենք ամբողջացնում ենք մեր ներկայությամբ Սուրբ Էջմիածինը եւ մենք ինքներս Սուրբ Էջմիածնի շնորհներով ամբողջանում ենք իբրև Քրիստոսին հետևող Աստուծո արարած։ Եվ ես այդ երջանկությունը ունեմ
Ետ շաբաթվա մեջ նվազագույնը 5 անգամ քայլելու դեպի այդ տաճարը։ Երբ քայլում եմ այդ տաճարը, երբ նայում եք տաճարին, աջ կողմի անկյան այդ խարիսկների մեջ, քարերի, մի անկյունը կոտրված է և բացակայում է։ Եվ ներքին մղումում ես ամեն անգամ գալիս եմ և ձեռքով հպվում եմ այդ կոտրված հատվածին։ Մի օր երիտասարդ քահանաներից մեկը, որ ճիշտ քայլում իմ ետևից և գնում էր իր ծառայության վայրը, հարցրեց, Տեր, ինչու ես ամեն անգամ հպվում այդ կոտրված քարին։ Ասում եմ, գիտես, ամբողջապես կդժվարանամ նկարագրել այդ պատճառը, թե ինչու եմ ես հպվում այդ կոտրված հատվածին տաճարին։ Բայց իմ մոտ ներքին զգացողություն կա, երբ ես հպվում եմ այդ կոտրված հատվածին, կարծեք թե ես իմ ներկայությամբ ամբողջացնում եմ տաճարը։ Եվ դա անկեղծ զգացում և ապրում է։ Եվ ես երբեմն անգիտակցաբար, երբ մոտենում եմ տաճարին, հպվում եմ այդ հատվածին, որովհետև երևի գտնում եմ, որ մեզանից շատ է, և այդ թվում ես իմ մեղավորությամբ թերևս թերացել և տկարացել եմ, որ այդ տաճարը Աստուծո կոչմամբ, հրամանով, շնորհով, Աստուծո լույսի ներկայությամբ վեր խոյացած այդ տաճարը շատ ավելի երկար կյանք ունենա դեպի հավերժություն, հրավիրելու դեպի Աստված մեր բոլոր զավակներին և հետագա սերունդներին։ Եվ այստեղ յուրաքանչյուրս, երբ մեր աղոթք կանենք քիչ հետո տերունական, փորձենք նաև մեր մտապատկերում այս տեսիլքը կերպարավորել և փորձել պատասխանել այդ հարցին, թե արդյոք մենք պատասխանատու ենք, որ այդ տաճարը շարունակաբար ամբողջական մնա, ոգեղեն այդ խորհուրդը շարունակաբար բարբարի մեր կյանքում և մեզ մշտապես հրավիրի դեպի երկնային անդաստանները հավիտենական կյանքի և երկնային արքայության։ Այս պատասխանատվությունը պիտի զգա մեզանից յուրաքանչյուրը Աստուծո տաճարի, Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցու և Մայրաթոր Սուրբ Էջմիածնի նկատմամբ, որ երբեք չդավաճանեց ձեզանից յուրաքանչյուրին, այլ միշտ եղավ ձեզ համար շնորհաբար լուսոխորան, որտեղից ձեզ միշտ խոսեց Աստված։ Եվ այս պատասխանատվության զգացումով, սիրելիներ, ես ուզում եմ, որ դուք այդ պատասխանատվությունը շարունակեք ձեր մեջ առատացնել։ Եվ այսօր էլ, երբ մեր հայրենիքը իր ժողովրդով կանգնած է իր կյանքի բախտորոշ հերթական մի ընտրության առջև, դուք ինքներդ պատասխանատվության զգացումով գնաք և ստանձնեք ձեր պատասխանատվությունը մեր հայրենիքի հետագա ընթացքի համար։ Ես չեմ ասում ինչպես դա լինի, ինչպես կանեք, բայց ընծայաբերեցեք, զոհաբերեցեք ձեր ժամանակը և պատասխանատու նկատեք ձեզ, ձեր հայրենիքի, ձեր եկեղեցու, ձեր ժողովրդի, ձեր ընտանիքների հետագա ընթացքի համար։ Թող մեր երկիրը լինի խաղաղ և բարոր։ Թող մեր երկրում երբևէ չոտնահարվեն ձեր իսկ իրավունքները։ Թող մեր երկիրը միշտ պայծառ ուղիները բռնի դեպի հոգևոր, անվտանգ, ազատ, անկախ քրիստոնյա Հայաստան։ Տիրոջ շնորհը, սերը և խաղաղությունը թող ձեզ հետ լինեն այժմ և հավիտյանս հավիտենից ամեն։